Այսօր ձեզ համար նարեկից կկարդամ բան հզը հատվածը, որը շատ բուժող հատված է, եւ կբացատրեմ, թե ինչի մասին է այդ հատվածը։ Աստված ողորմած, բազմագութ հզոր, ահա որ մարդասեր օրհնյալ, կենդանի անճար, որ ոչ ելանի երբեք ըստ բանքո իր անձեռնարկելի, որ եւ մտածյան հնարավոր, քո է հատուցանել պտուղ քաղցրության ընդփշոց խստության, սկզբնահայրդ այսմ նորոգ զարմանավոր եւ կանոնած կենաց, քանզի բարի առնելատելուին եւ աղոթս ի վերը հալածչին եւ փրկություն հայցել խոցողին եւ սպանողին ներումն խնդրել, իքեն ընծայեցավ պտուղը սեյս հրաշից, որո քաղցրություն անճար է քանզօրինակ եւ բարեբանյալ կամած քո ծախորժելիք։ Նախ ինչ նկատի ունի այս հատվածում։ Ասում եմ, մենակ դու կարայի այդպիսի քաղցր պտուղ տայր, որ բարի առնելատելին, այսինքն սիրել թշնամուն, օրհնել անիծողին, բարի գործել ատողին, աղոթել նեղողի համար։ Այս մասին է խոսում նարեկացին։ 5 տակարանում խոսում է, չէ, որ աշկի փոխարեն աշկ, ատամի փոխարեն ատամ, այսինքն ոնց քո հետ վարվում են, նույն ձև էլ դու վարվի։ Ու հрьяաները միջև հիմա տենց էլ անում են։ Բայց Քրիստոս ասես չէ։ Աշկի փոխարեն աշկ սկզբունքը դա երկիր մոլորակը կործանման կտանի։ Ես ձեզ ասում եմ սեր։ Սերը ավելի կարևոր է, քան արդարությամբ վարվելը։ Մի եղիր արդար, եղիր գթասիրտ, եւ գովյալ շրթանց քոս ճաշակելիք, հոգի երեսած եւ զորություն գեղոմերո, Տեր Քրիստոս օրհնյալի բարձունս, այլ մարդ երկրածին եւ ամնավրեպք, եւ բարեմատույց ձեռաշ չարից դարձուցին, իսկ դու լույս եւ տվիշ լուսո, ոչ լսես անեցս, ոչ ախորժես չար։ Ինչ նկատի ունի նարեկացին այս հատվածում։ Մարդիկ մեկա քո հետ վատ վարվեցին, այսինքն դու մարդկանց օգնում էիր, բուժում էիր, ներում էիր, լույս էիր տալի, բայց մեկա քո բարեմատույց ձեռքերին անգամ չարությամբ փոխհատուցեցին, այսինքն խաչեցին քեզ։ Մարդիկ չհասկացան քո բարությունը։ Նայեք, այս հատվածով է դա ասում, իսկ դու լույս եւ տվիշ լուսո, ոչ լսես անեցս, ոչ ախորժես չար, ոչ կամիս կորուստ, ոչ ողձանազմա, ոչ ուզիսի խրովութենե, ոչ տիրիսի ցասմանե, ոչ հարկիսի բարկութենե, ոչ մթանասի սիրո, ոչ այլելիսի գթութենե, ոչ փոփոխիսի բարութենե, ոչ թիկան շրջումն եւ ոչ երեսած անդրադարձություն, այլ ամենևին լուսավորություն եւ նկատում են փրկության։ Այսինքն այդ ամեն ինչին մեկա բարությամբ է իր վարվում ու Քրիստոսի ողջ կյանքը հենց այդպես էլ ընթացավ։ Իրեն վատ բաներ անողներին, այսինքն խաչողներին էլ նույնիսկ հայրներ նրանց, քանզի չգիտեն թե ինչ են անում։ Սեր էր քարոզում, ինքը բոլորի համար էր դա անում։ Կապ չուներ մարդը ինչքան սխալական էր։ Իդեպ նարեկացին էլ նույն ձև արել։ Քանի որ հոգևոր դասը նարեկացուն չէր սիրում, կարծելով թե նա աղանդավորական է իր հանճար լինելու համար, նախանձում էին ինչ որտեղ էլ։ Մի անգամ հեռացնում են հոգևոր դասից նարեկացուն։ Նարեկացին նույնիսկ այդպիսի աղոթք ունի իր մատյանի մեջ։ Եվ երբ քեզանից բարիքներ խնդրեմ ինձ ատողներին, նրանց համար էլ որ քոնն են նույնպես, ըստ մեծությանդ անճարելիներ հրաշագործիր։ Ինձ խայթողներին մի բնաջնջիր, այլ ուղղիր միայն։ Այսինքն իմ հետ սխալ վարվողներին մի վերացրու, Տեր Աստված, այլ ուղղիր նրանց։ Քանի որ իրանք էլ են քոնը, անկախ նրանից սխալական են թե չէ, չէ որ քո արևը ծագ ոչ միայն արդարների վրա, այլ նաև սխալականների վրա։ Այսինքն դու բոլորի համար ես լույս տալիս։ Իսկ այս հատվածը արդեն լրիվ բուժող հատվածներ է։ Եթե քավեսցես կարող ես, եթե բժշկես զորավոր ես, եթե կենթանացուց անես բավական ես, եթե շնորհես առատ ես, եթե ողջացուց անես հնարավոր ես, եթե պարգևես ամենալի ես, եթե արդարացուց անես ամենարվեստ ես, եթե մխիթարես ամեն իշխան ես, եթե նորոգես ամենակալ ես, եթե հրաշագործես ցես ամենաթագավոր ես, եթե վերստին հաստատես արարիչ ես, եթե կրկին գոյացության ես Աստված ես։ Ինչ նկատի ունի այս հատվածը։ Չէ որ Քրիստոս տեղ կար, որ նորից էր գոյացուցանում, այսինքն նորից էր մարդուն ստեղծում։ Ինչ առումով։ Օրինակ ու իր աչքերը բանալուց նա հողի վեճ թքեց, այդ ինքը շաղախեց ու դրեց մարդու աչքերին, այսինքն ինքը նոր աչքեր ստեղծեց այդ մարդու համար։ Ցույց տվեց այն փաստը, որ ինքը Աստված էր։ Ոնց որ Աստված հողից մարդուն ստեղծեց, նույնիսկ Քրիստոս հողից նոր աչքեր արարեց այդ մարդու համար։ Եթե վերստին հաստատես արարիչ ես, եթե կրկին գոյացության ես Աստված ես, եթե հոգաս ընդմեր ամենատեր ես, եթե կորզես իմեղած այցելու ես, եթե չարժանացես ընձեռես օրհնյալ ես, եթե հորսողեն զերծուցես փրկիչ ես, եթե զեղցես իքոյոցը դիմես հարուստ ես, եթե նախքանի մենջ խնդրել են դու կարկառես ցես անկարոտ ես, եթե լայնես նեղությանս անդորիչ ես,
եթե վերջացյալս կոչես խնամակալ ես, եթե ասանյալս հաստատես վեմ ես, եթե պասկելոյի սարբուցանից ես, աղբյուր ես, եթե ստասկյալսն երևեցուս ցես, լույս ես, եթե զոկտակարսն իմ ծանուցան ես, բարի ես, եթե զբիցն անտես առնից ես, երկայնամիտ ես, եթե ընդ փոքուսի դատ ոչ մտանից ես, բարձրյալ ես, եթե ծառայից ձեռն մատուս ցես ստացող ես, եթե աչով կո պաշտպանես ցես անձանձիչ ես, եթե վհատելոյից դարման մատուս ցես, կերակրիչ ես, եթե զանգետս պարարես ցես, վարդապետ ես, եթե դիմյալս արքեզ ընկալցիս, ապավեն ես, եւ արտքոեն այս հոգիք տեր ողորմության, ոչ միայն գրյալ, այլ կատարյալ եւ գլխավորյալ, նախնի նահատակը համբերության վկայից, որ վասն իմո փրկության, հանդիսացար զորապես ասպարիսի ճակատոն, զիկակղես ցես կարծր բռնություն մարմնոյս գորոզության, վարժմամ կրթության չարչարանացն վտանգի եւ անպարտագիր այդ մարմին չափյալ, սպնության մերում ստաժանական ընտագնապ տուժի, զիզգտությունը որ արմեզ արդիամ խցուց ցես իքեզ օրինակյալ, օրհնյալ Հավիտյանը սամ է, ասմա դու եկար, ու այդ ամեն ինչի մեջով անցար, այսքան մարդկային բոլոր ցավերն ու տառապանքները կրեցիր, կորուստել ունեցար, լացեցիր, էլ ցավեցել քեզ, այս ամեն ինչի միջով անցար, որ ունենալով փորձը օրինակ, առավել գործուն ցույց տաս մեր հանդեպ գթություն է քո, այսքան այդ ամեն ինչի մեջով անցար, որ այդ ամեն ինչի միջով անցնողներից կարողանաս օգնես Տեր, այդ էր պատճառը, որ դու եկար ու անցար այդ ամենի միջով նաև, այդ է պատճառը, որ Քրիստոս ցանկացած մարդու կարող է օգնելս նարեկացու, նարեկացին նաև ասում էր առասարակ հոգևոր հայրերը, որ ամեն տառապացող մարդու մեջ Քրիստոս ինքն էլ է տառապում այդ մարդու հետ, եթե մարդը ընդունել է նրան։ Պետրոսի խաչելության ժամանակ Քրիստոս ինչ ասեց. վերադառնում ենք Հռոմ։ Նա գնում էր իր մահմանը, իր խաչելությանը, բայց նաև իր հաղթանակին։ Առանց խաչեպսակի լուսեպսակ գոյություն չունի։ Տառապանքների բովում բովելով հաճախ դու ստանում ես շատ շնորհներ։ Ասես վերադառնում ենք դեպի Հռոմ, որպեսզի ինձ երկրորդ անգամ խաչեն, այսինքն ես քո հետ եմ այնտեղ լինելու։ Բան հզահատվածը դա է ասում, բան հզահատվածը շատ բուժիչ հատված է, կարող եք ընթերցել։ Հարցեր եթե ունեք, կարող եք գրել մեկնաբանության մեջ, կարծիքներ, սիրով կկարդամ, կփորձեմ պատասխանել բոլորիդ։